Դուբայում ավարտվեց համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովը։ Վրաստանի վարչապետը ամփոփել է եռօրյա այցը եւ կայացած հանդիպումները։ Վրացական պատվիրակությունը դեմ առ դեմ հանդիպումներից բացի մասնակցել է տարբեր վահանակնային քննարկումների։ Կոբախիձեն նաև պատասխանել է լրագրողների հարցերին արդիական քաղաքական հարցերի վերաբերյալ։ Ուշադրության կենտրոնում էր նաև կրթության բարեփոխումները։ Վրաստանի նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին իր տիկնոջ Թամար Բագրատիոնի եւ ուղեկցող պատվիրակության հետ միասին աշխատանքային այցով գտնվում է Միլանում։ Կմասնակցի 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Միլանի Լինատե միջազգային օդանավակայանում տեղի ունեցել նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը։ Այցի շրջանակներում Վրաստանի նախագահը կհանդիպի 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Վրաստանի օլիմպիական պատվիրակության հետ։ Մինչ օլիմպիական խաղերի բացումը Վրաստանի նախագահը կմասնակցի Իտալիայի նախագահի կողմից ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցող օտարերկրյա պետությունների ղեկավարների պատվին կազմակերպված ճաշկերույթին։ Վրաստանի նախագահը նաև կմասնակցի միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի կազմակերպած ճաշկերույթին։ Բացման արարողության գլխավոր միջոցառումը տեղի կունենա Միլանի Սան Սիրո օլիմպիական մարզադաշտում։ Քաղաքական գործիչները արդեն երկրորդ օրն է, ինչ քննադատում են սահմանադրական կարգի պաշտպանության ապահովող իրավական նորմը։ Վրացական երազանքը սահմանադրական մարմինների չճանաչման վերաբերյալ օրենսդրության նախաձեռնություն է պատրաստում։ Խոսքի ազատության եւ սահմանադրական կարգի միջև գիծը պետք է պատշաճ կերպով պաշտպանված լինի։ Կառավարության հակառակորդները պնդում են, որ նոր նախաձեռնությունը հակասում է սահմանադրությանը եւ սահմանափակում է խոսքի ազատությունը։ Հաջորդ շաբաթ սննդամթերքի, դեղորայքի եւ վառելիքի գնագոյացման կառուցվածքն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում կմեկնարկվի աշխատանքային հանդիպումներ։ Հանձնաժողովը արդեն կայացրել է իր առաջին նիստը, որի նախագահ է ընտրվել Շոթա Բերեկաշվիլին, իսկ տեղակալ Էկա Սեփաշվիլին։ Հաստատվել է հանձնաժողովի կանոնադրությունը։ Կանոնադրության համաձայն հանձնաժողովի նպատակն է իր իրավասության շրջանակներում համակարգված կերպով ուսումնասիրել գների բարձրացման հարցը։ Տեխնիկական համալսարանի ուսանողների եւ դասախոսների մի մասը ցույց են անցկացնում համալսարանի դիմաց, բողոքում են Թբիլիսիի պետական համալսարանի հետ միավորելու գաղափարի դեմ։ Բողոքի մասնակիցները նշում են, որ տեխնիկական համալսարանը ունի ավելի քան 1 դարի պատմություն եւ իրենց համար անընդունելի է միավորել մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատության հետ։ Միաժամանակ տեխնիկական համալսարանի ռեկտորը նշում է, որ ինքը եւ համալսարանի պրոֆեսորները արդյունավետ հանդիպում են ունեցել կրթության փոխնախարարի հետ։ Վաղը կրթության նախարարը կհանդիպի պետական եւ տեխնիկական համալսարանների ներկայացության հետ։ Նրանք կքննարկեն կրթության բարեփոխումը եւ երկու համալսարանների միավորման հարցը, որին դեմ են ակադեմիական հանրությունը եւ որոշ ուսանողներ, ինչպես նաեւ ընդդիմությունը։ Իշխող թիմի կարծիքով բարեփոխումը կբարելավի կրթության որակը։ Կայացել է Պատա Բուրճուլաձեի, Մուրթազ Զոդելավայի, Իրակլի Նադիրաձեի, Պատա Մանջգալաձեի, Լաշա Բերիձեի, Իրակլի Շայիշ Մելաշվիլի եւ եւս 5 անձի դատավարություն։ Գործը վերաբերում է հոկտեմբերի 4-ին Աթոնելի պալատի մոտ տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ ուսումնասիրվում է մեղադրանքի կողմի ապացույցները։ Հարցաքննվել է մեղադրանքի կողմի 3 վկա, նրանցից մեկը փորձագետ էր, որը հաշվարկել է իրերի արժեքը։ Շալվա Կինցուրաշվիլիի խոսքով նա զննել է նախագահական պալատի վնասված ցանկապատը։ Նրա խոսքով ընդհանուր վնասը կազմում է 9300 լարի։ Գյորգի Ցխայիձեի խոսքով պալատի գրոհը ղեկավարել են Մուրթազ Զոդելավան, Պատա Բուրջուլաձեն եւ Իրակլի Նադիրաձեն։ Մեղադրանքներից ոչ մեկը չի ընդունում իր մեղքը, Պատա Բուրջուլաձեն կրկին չի մասնակցել դատավարությանը։ Պետությունը նրանց մեղադրում է մի քանի հանցագործությունների մեջ։ Դրանց թվում են Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության հրապարակման կոչերը, ինչպես նաև խմբակային բռնության կազմակերպումն ու ղեկավարումը։
Այսօր Անդրո Ճիճինաձեի, Օնիսե Ცხադաձե եւ բողոքի ակցիայի եւս 9 այլ մասնակիցների դատավարության 3 փաստաբան ներկայացրել են իրենց եզրափակիչ ճառերը։ Նրանք խոսել են դատապարտյալների անմեղության մասին եւ պահանջել առաջին ատյանի դատավճիռը փոխարինվի արդարացման դատավճիռով։ Մյուս փաստաբանները իրենց եզրափակիչ ճառերը կներկայացնեն փետրվարի 9-ին։ Նախորդ նիստում մեղադրանքի կողմը ներկայացրեց իր եզրափակիչ ճառը եւ պահանջեց որակման փոփոխություն եւ պատժի խստացում։ Առևտրային կաշառակերության եւ կեղծ հարկային փաստաթղթեր պատրաստելու եւ տրամադրելու փաստի առիթով ձերբակալվել է 2 անձ։ Քննչական գործողություններ են իրականացվել ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից։ Հետաքննչությամբ պարզվել է, որ մեղադրյալները միասնական ազգային հավատարմագրական մասին հավատարմագրական կենտրոնի կողմից հավատարմագրված հաստատության անունից պատրաստել են եւ տրամադրել սեղմված բնական գազով աշխատող տրանսպորտային միջոցի համակարգի եւ օդապարիկի կեղծ ստուգման վկայական առանց տրանսպորտային միջոցը ստուգելու։ Հետաքննությունը ընթանում է ինտենսիվորեն վերոնշյալ հավատարմագրված մարմնի կողմից կատարված նմանատիպ հանցավոր արարքները բացահայտելու համար, իսկ հանցագործությունը նախատեսում է 2-ից 4 տարի ազատազրկում։ Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ օրը։ Նրանք համաձայնության են եկել փոխանակել 314 գերի։ Տեղեկությունը հաստատել է նաեւ Ուկրաինայի նախագահ, ով հայտարարել է, որ ուկրաինական կողմը կվերադարձնի 157 գերի։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի խոսքով գործընթացը եղել է բովանդակալից եւ արդյունավետ, կենտրոնացված է եղել կոնկրետ քայլերի եւ գործնական լուծումների վրա։ Ուկրաինայի նախագահի խոսքով անհրաժեշտ է, որ բանակցությունները կողմերին տան իրական խաղաղության եւ Ռուսաստանին չտան պատերազմը շարունակելու նոր հնարավորություն։ Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականը բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների, այդ թվում Պուտինի օգնական Յուրի Ուշակովի հետ ուկրաինական հարցի շուրջ։ Ռուսաստանը սպասում է Դոնբասի պաշտոնական ճանաչման, այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Ռուսաստանը Դոնբասի ճանաչումը դիտարկում է որպես բոլոր երկրների կողմից ձեռք բերված ավելի լայն համաձայնագրի մաս, ասել է Աբու Դաբիում բանակցությունների մասնակցող աղբյուրը։ Նրա խոսքով Կրեմլը այս կետը համարում է չափազանց կարևոր։ Աղբյուրը նաև նշել է, որ Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում կքննարկվեն տնտեսական հարցեր, տարածքներ եւ հրադադարի մեխանիզմը։ Ռուսաստանի նախագահը վախենում է ԱՄՆ-ի նախագահից եւ ոչ թե եվրոպացիներից, ասել է Զելենսկին ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Նրա խոսքով Թրամփը չպետք է համաձայնվի Վլադիմիր Պուտինի բոլոր պայմաններին։ Զելենսկիի խոսքով, եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխուժի Եվրոպա, բայց եվրոպացիները չեն հավատում, որ դա կարող է տեղի ունենալ իրենց երկրում։ Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչությունը մասնակցում է Թել Ավիվում կայանալիք միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին, ներկայացված է ավելի քան 30 վրացական զբոսաշրջային ընկերություն եւ հյուրանոցներ։ Այցելուները հնարավորություն ունեն համտեսել վրացական ապրանքը, տեղեկություններ ստանալ վրացական հանգստավայրերի եւ զբոսաշրջային վայրերի մասին։